Խոսանջան ժառանգությունը պատկա իրավիճակը ինչպես հանդիսանում մեծ արել եք չգիտեմ վարչության դիստ Դավիթը կպատասխանի։ Դուք էլ պատասխանեք։ Որտեղ դուք եք կենտրոնում եղել այդ Ես ասեմ ձեզ մենք այդ հարցերին կանդրադառնանք խորհրդակցությունից հետո։ Այսօր այդ հարցերին չեն պատասխանել։ լարվածությունը պահպանվում է։ Մենք լարվածություն երբեք չենք էլ ունեցել։ Ունեցել ենք քննադատություն, որը նաև կարող եմ ասել պնդում եմ, մնում է օրակարգում, բայց մենք լարվածություն չունենք։ Հարգելի լրագրողներ, ինքնանպատակները, Դավթյան, ինքնանպատակ ինչ է նշանակում Ռաֆի Հովհաննիսյանի այս ձևակերպումը այդ հանդիպումը։ Պարոն Հովհաննիսյանը ինքը հայտարարել է, որ կվերադառնա պարզաբանումը կտրամադրի։ Դուք ձեր գործընկերների հետ շփվում եք այսօր կան։ Ես բոլորի հետ եմ շփվում։ Օրինակ Արմեն Մարտիրոսյանի, Ռուբեն Հակոբյանի հետ խոսել եք այս թեմայով։ Ոչ։ Դեռ չեք քննարկել։ Ոչ։ Այն որ Ռաֆի Հովհաննիսյանը նշել է, որ դրանք ինքնանպատակ են եղել։ Նորից հարցը պետք է հղեք պարոն Հովհաննիսյանին։ Ձեր թույլտվությամբ ես էլ պատասխանեմ, հա, հարցին։ Հայաստանի Հանրապետությունում չկա ժառանգություն կուսակցության ներքին խնդիրներ, Հայաստանի Հանրապետությունում կա իշխանությունից ազատվելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձնելու իշխանություն այդ խնդիրն է այսօր դրված։ Եվ ժառանգությունում, ինչպես եւ ցանկացած ընտանիքում եւ կուսակցությունում խնդիրներ լինում են, կարող է մի քիչ ավելի սուր լինի, մի քիչ ավելի թույլ լինի, որոնց մասին դուք չիմանաք, բայց դա չի խնդիրը, դրանք հարթվող խնդիրներ են, չհասկացվածություն լինում են ցանկացած սոցիումներում եւ այդ խնդիրները կհարթվեն, բայց մենք բոլորս ունենք մի հստակ ժառանգության անդամներս եւ կարծում եմ քաղաքացիներ ունենք մի հստակ պահանջ ու հստակ նպատակ։ Պետք է հասնենք իշխանափոխության։ Իսկ այդ ձեր հարցերը, թե ինչ եղավ, ինչ եղավ, իհարկե ցանկալի էր, որ նման բան տեղի չունենար, բայց տեղի ունեցել այդ հարցերին նաև զգուշացրել ենք, նաև հայտարարել ենք, որ այդ հարցերին պատասխանելու ենք առաջիկայում։ Հիմա կիսատ, պրատ, այդ հարցերի պատասխանները չգիտեմ ձեզ ինչ են տալու ու ինչ լուրջ փոփոխություն է Հայաստանում կամ այլ սոցիումներում ես չգիտեմ, բայց ավելի կոնկրետ կպատասխանենք առաջիկայում։ Իսկ ասեք կուսակցությունը ամբողջական առումով համաձայն է եղել այդ հանդիպմանը։ Ես ասացի, որ այդ հարցերին Սոնա ջան չենք պատասխանելու։ Ռաֆի Հովհաննիսյանը տեղյակ է եղել։ Ռաֆի Հովհաննիսյանը կգա այդ հարցերին բոլորին կպատասխանի։ Եթե տեղյակ է եղել ինչի աննպատակ համար են հանդիպումը հանրացնով։ Մկրտիչ ջան, ասեցինք, չէ կվերադառնա եւ ինքն է հայտնել, որ հայտարարություն հանդես է գալու։ Բոլոր հարցերը իրենք կողմն են։ Իր հետ չեք խոսել։